անեմ, դեռ բիգուդի վրա ես։ Բայց նոր տարին առանց բիգուդի չի լինում։ Լսի, մարդիկ սեղան են գցել, սպասում են, ամեն ինչ պատրաստությունը տեսել ենք, դու դեռ ստեղ նստած ես։ Հա, հետո ինչ։ 90-ականներին ոչ ոք չէր շտապում։ Եթե շտապես, նոր տարին չի գա։ Լսի, որ շտապես տղա էլ չես ունենա, բայց դե ականավորներն են գալիս, կարողա դու էլ գաս։ Ուրջ։ Դե արի, սպասում Լավ, մի րոպե։ Ոյ։ Դե լավ, ոչինչ, ես մեկը չստացվեց, կլաքեմ, հետո կանեմ։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրը միշտ գեղեցկուհի, միշտ երիտասարդ, միշտ կանացի ու միշտ տաղանդավոր Լուիզա Ներսիսյանն է։ Բարև Լուիզա ջան։ Ողջույն։ Բարև Հարութ ջան։ Բարև ձեզ։ Հարութի հետ կարող եմ դույով խոսել։ Միանշանակ։ Բարև Հարութ։ Բարև Լիժա։ Դե Մխիթարի հետ շատ վաղուց ենք ծանոթ ու այդ իսկ պատճառով դուք խոսելը անիմաստ է։ 95 թվականից։ Այո, 95, օ, այդքան չունի։ 95 թվականից Լուիզա ջան։ Ես 94-ից եմ քեզ ճանաչում։ Որովհետև Ես զրոպուս շատ էի գալիս։ Այն որ նախապատրաստական, այն ժամանակ թատերականում նախապատրաստական կուրսեր կա, ճիշտ է, դու գալիս էիր, Դավթաշենից էիր գալիս, միշտ sense Սիրունիկ կարմիր Կաշվից յուբկայով։ ինչ հավես էր։ Շատ հավես էր։ Լուիզա չես փոխվել, ազնիվ եմ ասում։ Դե կարմիրը չի փոխում։ Կարմիրը չի փոխվել, ընդհանրապես չես փոխվել։ Ինչ ես բերել այս Լուիզա։ Ճիշտ ասած մի րոպե, էլի մի հատ ուզում եմ որպեսի կադրի բալանսը ճիշտ պահենք, երկուսով կարմիր ենք, մեր ծառակշիռ կողմը մեր կողմն է, մի տեսակ Հարութը անտեսված է այս դեպքում, առաջարկում եմ այստեղ վսկապ եմ բերել։ Հա, շատ լավ ես արել։ Մանավանդ որ պիոներ։ Պիոներական, պիոներ չես եղել ես։ Հիմա կլինեմ։ Մենք եղել ենք պիոներ։ Հարութ ջան, չես եղել պիոներ, բայց հիմա կլինես պիոներ։ Ըհը։ Թույլ տալիս ես մի հատ։ Այս վսկապը։ Փորձեմ հիշել ոնց էին կապում այս Չէ, հիշում ես վսկապը։ Լուիզա։ Սենց։ Ունենց որ չերևա մյուս կապ։ Այո, այո, մի րոպե։ Ովքեր պիոներ են եղել, հիմա լավ կհիշեն սա։ Լուիզա, բրավո։ Չէ, հիշեցի։ Դե կարգախոսն էլ ասա այդ։ Միշտ պատրաստ։ Միշտ պատրաստ, այո։ Դու գիտես դա։ Լսել եմ։ Լսել ես։ Ոտիկ մարդուց լսել եմ։ Հիմա արդեն ասա որ կադրը բալանսում է։ Այ հիմա լուսավորվեց կադրը, կարմիրը ամբողջ տարածվեց։ Դա կարող Լիժա չէ։ Ես էլ եմ շնորհակալ, որ չմերժեցիր պիոներ դառնալու։ Որ չմերժեցիր, մեզ հյուրընկալեցիր, բան չէ։ Լիզա ջան, մենք հիմա սովետ ակումբում ենք։ Սա չնաշխարհիկ մի վայր է, որտեղ որ հիշողությունը այն մարդիկ, ովքեր այդ 90-ականները ապրել են եւ սովետը ընդհանրապես տեսել են, միանգամից տեղափոխվում են հենց այդ դարաշրջան, այդ ժամանակաշրջան, դե նախորդ դարներ էլի դա։ Հա, ջերմ, տաքուկ, այն ամենակարևոր։ Ասա որ ինչ լավ հիշողություններ ունենք, ինչ լավ ապրումներ ենք ունեցել, դժվար, բայց եւ շատ Չէ, ջերմությամբ, յուրաքանչյուր դժվարություն ջերմությամբ ես հիշում, երբ որ ինքը արդեն վերածվում է հիշողության։ Այդ իսկ պատճառով այն դժվարությունների մասին մոռացած ջերմությամբ խոսենք էլի դրա մասին։ Հա։ Ինչից ենք խոսելու։ Ասենց ուզում եմ պատկերավոր խոսենք երևի թե։ Ժամանակաշրջանից, Տես պիոներությունից խոսեցինք, մի բան ասեմ էլի։ Մեր դասարանում կար մի Էդգար, անունով տղա։ Էդգարը վսկապը մոռացել էր տանը։ Դրա պատճառով ամբողջ դասարանով ես ուղղակի ուզում եմ հիշեմ այդ ինչ ակցիա էր։ Սենց կանգնեցինք, իրան կանգնացեցինք աթոռի վրա ու բոլորով գոռում էինք ամոթ, ամոթ։ Լուրջ եմ ասում։ Հիմա որ ասում եմ մարդը ուղղակի մոռացել է վսկապը տանը։ Այդ ինչ մի չգիտեմ ինչա, բայց այն ժամանակ մեզ տենց ռոպագանդա կար, որ այսինքն վսկապը դա այն անբաժան մասնիկն է քո կյանքի, այսինքն եթե ոնց որ ամոթը մոռանաս տունը մտածելակերպեր, եթե մեկ այդ կոլեկտիվից մի փոքր շեղում էր, ամոթ, ես հասկացա։ Աքսորբեր Սիբիր։ Դե հա, համարյա աքսորում էին Սիբիր, չնայած մեր ժամանակ Ստալինը էլ չկար, բայց եւ այդ մի հատ այդոտ հիշեցի, էլի նմանատիպ է, հենց էլի մանկապարտեզում գեղամիկին բան դասատուն գայիս ասում է գեղամիկ կանգնի աթոռին, գեղամիկը կանգնում աթոռին ասում է իսկ հիմա երեխաները բոլորս միասին թքում են գեղամիկի վրա։ Այդ սովետի անեկդոտ։ Հա, որ կոլեկտիվիզմը բանը գնահատելի է։ Կապ չունի ինչ ես ասում, եթե կոլեկտիվով ես ասում, դա արդար է։ Ահա, լրիվ արդարացված է։ Լուիզա ջան, մի հատ ասես դու 90-ականները, որովհետև գիտես, ես որ ասում եմ միշտ երիտասարդ, ինձ թվում է դու ես վերջերս ես նոր եմ որ ասում
ինստիտուտը ավարտել, արդեն թատերական բան եւ այլն, հիմա թատրոնով եմ զբաղվում, բայց եւ 90-ականները տեղափոխվենք 90-ականներ, Տեղափոխվենք։ որովհետեւ Դավթաշերից գալիս էի ինստիտուտ, 25 համարի ավտոբուսով։ այդ ժամանակ դեռ լույսերը 2 ժամով էին, դեռ, եթե հիշում ես։ Հա, Տալիս էին, հովարային անջատումներ կային։ չէ, բայց հաճախ լինում է, որ մի ամբողջ օր լույս չէինք ունենում։ Այդպես էլ է լինում։ Ոնց որ հիմա մեկ-մեկ։ Հա, Դավթաշերը նույնն է, մեկ-մեկ անջատում են, դες համարյա նույնն է։ Մեկ չէ, բարբերաբար։ Պաբերաբար։ Դե լույս չէինք ունենում, այդ ավելի հարևաններով ավելի մտերիմ էինք իրար հետ։ Ես հիշում եմ հաճախակի խաղերը, հենց այդ ժամանակահատվածում մենք ծյոծ Յուլիան եւ ձյաձ Ծյոպան մեր կողքի հարևաններն էին։ Իրանց տղան ու աղջիկը գալիս էին, ես մի քիչ ավելի ավագ էի իրանցից ու ես չգիտես ինչի որոշել էի ստանձնել ռեժիսորի պատասխանատվությունը ինձ վրա եւ ժամանց էի կազմակերպում, տոմսեր էինք նկարում ու վաճառում մեր բոլոր հարևաններին, այդ մութ ու ցուրտային էին գալիս էին մեր տանը, աթոռներ էինք շահում, ոնց որ մի տեսակ կանխատեսեի, որ ես պետք է թատրոնի հետ կապ ունենամ։ Այդ ժամանակ ընդհանրապես թեմա չկար թատրոն, ես ուզում էի դիզայներ դառնալ։ Բայց ոգեշնչված այդ բանը Просто Մարիա սիրիալով Չէ, ներողություն, Բագատի тоже плачут։ Դե պրոստը Մարիան էր։ Չէ, Просто Մարիան Չէ։ Վիկտորիա, ոնց էր այդ դերասանը։ No։ Չէ։ Վերոնիկա Կաստրո։ Հա։ Մի խոսքով Վերոնիկա Կաստրոյից դες ոգեշնչված բան, որոշել է այդ նույն բանը բեմադրեի։ Մտցնեի Դավթաշենի կյանք։ Մտցնեի Դավթաշենի կյանքում մենք խաղայինք Բագատի тоже плачут։ Հա, ու տենց բոլորին դեր էի տալիս, ու տենց նստում էին ամեն մեկը ինչ ուներ տանը բերում էր։ Մեր տանը տենց հավաքի են կազմակերպում, համեր տենց սովի հարցն է էլի լուծում Հա։ ձեռքի հետ։ Հա։ Այսինքն դու բան մուտ Դες սուր լավ էր։ սոված տարիներ չեք Չէ, ունեցել, չենք ունեցել, նորմալ։ մենք հա։ ունեցել ենք հանդիսատես, նորմալ թատրոն, ունեցել ենք հետաքրքիր ներկայացումներ, որոնք տենց շատ անիմաստ էին, բայց այն ժամանակ մեր համար շատ իմաստավոր ներկայացումներ էին, տենց Կոնկրետ պիեսներ էին, թե քո գրած, քո մտահղացած այդ ասում եմ, Բագատի тоже плачут-ը վերարտադրում են որպես հայերը, ներկայացում, այսինքն հա։ տալիս է Ռամոնան, այնտեղ անունները չեմ հիշում, հա, ինչ որ տենց անուններ են, Դուք մնացածը հիշեք, չեմ չէ, հիշում։ Հարութ դենց լավ է հիշում։ Ռամոնը իրաց ծառան էր։ Վերոնիկա Կաստրոյանը ինչ էր։ Մարիա էր, էլի։ Մարիաննա։ Հա, մի խոսք։ Իրանց կյանքը նորից վերարտադրում ու խաղում էինք, հա։ Էդը տենց, էլ ինչ հիշեմ այդ ժամանակահատվածից։ Ալի հիշել, դու մեծ լավ Գիտես ես ինչ եմ հիշում։ հիշում, որ ընդհանրապես լույս չկար, բայց ներքևի երրորդ հարկի գարիկը Շատ շատ լավ տղա ունեինք երրորդ հարկում Դու ապրող, վերապ։ մենք չորրորդում էինք ապրում։ Հա, Ինքը անմիջապես ներքև։ պատուհանից, այո, ակումուլյատոր ունեին, որը բերում էին մեքենայից հանում էին, ու տես լարերով, տես լույս էր տվել ինձ ու դրսից, հենց որ նայում էին մեր պատուհաններին, Այդ բարակ սենց լար էր գնում։ երկու բարակլար գալիս էր Պլյուս մինուսը։ Հա, պլյուս մինուսը գալիս էր կպվում էր իմ մագնիտոֆոնին, երկու կասետանոց մագնիտոֆոնին, որը տենց որոշակի ժամանակ ինձ ապահովում էր երաժշտությամբ։ Որովհետև դու ճաշակով երաժշտություններ էի լսում ու իրանք ուզում էին, որ դու միացնես այդ մագնիտոֆոնը, իրանք էլ Ուր էր լսեն թե այդ ճաշակով երաժշտություն, Սաբրինա էի լսում, Սանդա։ սև աչեր էի, Չէ, Մայքլ Ջեքսոնը դե հա, իհարկե, այդ կար, Սանդրա, Սաբրինա, Լասկովի մայ, ինչու՞ չէ։ Վիսյոլսկի չէի։ Մեկ է Բուլանովա ենք լսում ու լացում։ Ու լացում էին, Հա, հա։ ինչի ենք լացում։ Մի հատ կույր աղջիկ կար է երգում էր, Այդ Գուրսկան ավելի ուշ էր, դա արդեն 2000-ականներ ես գալիս։ Հա, հələ չգանք 2000-ականներ։ Չէ, հələ մի արի։ Գրուպը կոմբինացիա։ Հա, Ուրիշ Միրաժի։ Ալլա Պուգաչովա։ Պուգաչովա այդքան չենք լսում, մեզ համար ինքը դες մի քիչ ավակ սերունդ էր։ Ավելի այդ նորաստեղծ աստղերին էինք, էլի հետևում, մեզ թվում էր նույնականացում Որովհետև այդ ժամանակ նույնիսկ մտքից ծայրով չէր ասում, որ հետագայում դու ես դառնալու պրիմադոննա։ Այդ հա կամերային Ինձ համար թատրոն։ իսկապես դու այդպես ես, պրիմադոննա ես։ Մայ մերսի։ Ու շատերի։ Հարութ դու ինչ կասես։ Դու էլ ասել ես։ Լիովին հավաձայնել։ Всё, это էի ուզում լսի։ Լիովին հավաձայնը։ Հա, իդեպ ասեմ, ինձ համար նաև ընդհանրապես ժամանակաշրջանը ասոցացվում է հոտով։ Այդ իսկ պատճառով ես այստեղ բերել եմ այս բույրը, որը հին չի, բայց ինքը շատ այդ հին հոտերին է հին հոտերն է հիշեցնում, էտրոյի հոտնա, փեշտ։ Նոր բան, հա։
Նոր բան է, բայց կարելի է որտեղ նայել։ բանես մի անգամից քեզ 90-ականներ է տանել։ Կամեցի, հա։ Դու ինքդ որոշի հիմա Բայց ինչ ես զգում, կին ես զգում թե տղամարդ։ կնոջ բույր եմ զգում։ Կնոջ բույր, բայց մի քիչ նոտկաներ կա, չէ՞ տղամարդ։ Կա, բկա։ Ես ժամանակ են Красная Москва, Այդ բաներ, одеколон, Պուազոնը, туалетная вода։ այո, Պուազոնը, այդ դրանք բոլորը ունեն կլիման, միած sense ինչ որ զեծ բան կար, որը unisex հոտեր էին ավելի։ Դոլարի հոտիներ։ Բայց ճիշտ ասում։ Դոլար դու Կան այն թարմ դոլարները, որ լինում են, թարմ։ Չես չէ։ Մի հատ դուք ասեք էլի։ օպերատորներ թող ասի, նա հլը, լավա։ Հլը նայ մտավ եթեր։ Դոլարը։ Պես տղամարդիկ։ Դե հա, դուք նյութապաշտ եք, ինչպես միշտ։ Չէ, տղամարդիկ ռոմանտիկ է։ Հոգևոր վերամբարձվանից դուք մի անգամից Հա, բերեք բայց հաճելի բույր է։ կանաչ, change-ն եք հիշում, Որտեղից ես գտել։ մի անգամից։ Նու պեղել կամ Չեմ պեղել, սա պրոստը գնել եմ։ Պարտադի չի պեղեն ինչ որ բան։ Խանութում դրածա գնում ես ասես բարի ձեզ ինչ արժի, վճարում ես։ Չնայած այն ժամանակ տես չէր, չէ՞, մի քիչ ավելի փոխանակում էին, կարտոֆիլը փոխանակում էին ձմերուկի հետ եւ նմանատիպ բաներ։ Դրա համար մեր սերնդին սովորական չի որ կարող ես գնալ խանութ ու վճարել ինչ որ բան։ Լուիզան նույնիսկ այդ 90-ականներին, որ ես հանդիպել եմ Լուիզային առաջին անգամ, այն ժամանակ էլ ինքը միշտ ես դες դեպք չեմ հիշում, որ խնամված չլինի, ինքը միշտ խնամված է եղել։ Դե հա, այդ եղել է։ Բայց ասեմ որ շատ ժամանակ չեմ ծախսում դրա վրա։ Հա, գիտեմ։ Մանավանդ, չէ, գիտես ինչ էի անում։ Չէ, ժամանակ գնում էր իհարկե, որովհետև այդ ժամանակ դու չգիտեմ կհիշես թե չէ, ֆեն, դե լույս որ չկա ֆեն էլ չի լինի։ Աղջիկները ինչպես էին հարթեցնում իրենց մազերը։ Հա, հա։ Ինձ էլ Աստված տվել չէր խնայել, տենց շատ տենց գանգրահեր էի։ Հիմա մի փոքր ավելի ուղղվել է։ Այդ գանգրահերությունը ես խուսափում էի դրանից, ուզում էի մի քիչ ավելի խնամված տեսք ունենայի ու փեջը որտեղ մենք կարտոշկա էինք տենց դնում, պլեջ էինք անում, հա։ Այդ տրուբան շատ հարմար էր որպես ֆեն կիրառելը։ Սենց չոլկան այ սենց բացում էինք, փաթաթում էի սենց փեջին ու կանում էի շատ են մեր ճակատները վառել աղջիկներով, հա։ Բոլորը սենց շրամով գալիս էինք դասի ու գիտենք, որ այդ օրը մազը որոշել է հարդարել բանով, փեջով։ Բայց հարթուկով է ինչ։ Դե հարթուկով է լույս լիներ, այն ժամանակ հոսանք չկար, դրա համար դրում տակ հոսներ։ Դե այդ մեծ հարթուկներից տատիկի հարթուկ չունեին իրար։ Չէ, ճիշտ ասում, այդ հոսանքով հարթուկը չէ դնում էինք փեջի վրա, ինքը դե երկաթյա էր, փեջի հետ միասին տենց տականում էր։ Այդ տեսարով դեմ մեի փուչու էի։ Աղջիկները որ տենց հարթուկը դնում են մեկ գլխին, հա։ Դե բաժան կնգնեք հեսա մի արեք բան։ Այդ էր Դե հիմա ինչ լավն էին 90-ականները։ Ինձ համար յուրաքանչյուր ժամանակաշրջան, որտեղ ես կամ, այդ լավն է։ Նոպես։ Հա, ես երբեք կարոտով ոչինչ չեմ հիշում, ես հիշում եմ տենց ջերմությամբ։ Ինչ լավն է որ մեր հյուրերը լավն են։ Ինչ լավ որ մեր հյուրերը իսկապես ով եկել են, ինչ բան վարակիչ լավատեսությամբ է եկել, Հա, բայց որովհետև այդ լավատեսությունը դա ինչից է որ ժամանակաշրջան ենք ապրել այդպիսի, այսինքն դժվար, պատերազմ ենք տեսել, հետո վիխոսքով հազար մի բան ենք տեսել, այդ դրանից է թե դա ինչ է, հետը ծնվում է այդ լավատեսությունը, ինչ է դա։ Ինձ թվում է դա պաշտպանող ֆունկցիա է իր մեջ կատարում այդ լավատեսությունը։ Այսինքն դու քեզ պաշտպանում ես ինչ որ բաներից, մտքերից ու նմանատիպ պաշտպանական ռեակցիա է մի խոսքով լավատեսություն։ Բայց եւ հավատում ես, չէ, որ լավ է։ Չէ, հավատում ես, բայց ինքը քո մեջ ենթագիտակցաբար այդ նստած է այդ լավատեսությունը, որովհետև դու գիտես, որ բացի լավատեսությունից, եթե ուրիշ ձևով նայես այդ նույն ռակուրսը փոխես, լավ, դիտակետդ տակին նայելու։ Ինքը բացի վատ տրամադրությունից ուրիշ ոչինչ քեզ չի տալու։ Նույնիսկ եթե թունելես կյանքը շարունակվում է։ լույսը տեսնես վերջի, էլի անպայման։ Թունելի մասին մի հատ հետաքրքիր բան հիշեցի։ Բան թե անեկդոտ։ Չէ, իրական է։ Այդ Դիլիջան գնացող թունելը գիտես։ Այդ вообще թեմայի հետ կապ չունի, ոչ էլ 90-ականների, բայց ուղղակի որ թունել ասեցիր, չեմ կարող չպատմել։ Այդ թունելը մեր մոտ, ուրեմն սենց է, որ մտնում ես միջև թունել մտնելը, քեզ ասում է ուշադրություն, դեռ ձայն կա։ Չես լսել։ Նոր։ Չէ, չեմ լսել։ Երևի նոր է դա, արագաչափ կա մինչև այդ։ Արագաչափից հետո գալիս է այս թունել մտնելուց, ասում է ուշադրությունը շատ, հենց նոր չէ, հիմա հանել են։
Հիմա կիմանաս ինչի են Հա, հանել։ լասը։ Հա, ասում էր ուշադրություն, մտնում էր թունել, արդեն քշում էր ընթացքում, մեկ էլ ասում էր չէր հասկանում ինչ ասում, դրա համար կանգնում էիր, որ լսեիր ինչ ասում։ Ու ասում էր հանկարծ թունելի մեջ չկանգնեք, վտանգավոր է։ Այսինքն այդ ինֆորմացիա քեզ տալիս էին ավելի ուշ, ու դու պետք է կանգնեիր, որ դա լսեի։ Ու դրա համար հասկացա, որ վթար կարող է լինել ու հանեցին այդ ինֆորմացիան տենց։ Քո հորդորով հանել են այդ ինֆորմացիան։ Հորդորով չեն հանել, եւ բազմաթիվ տենց վթարներից հետո։ Հեռուստադիտողների խնդրանք։ Այո։ Էլ ինչ կհիշես մեր 90-ականներից։ Ինչի եմ ասում մեր, որովհետև ապրել ենք, չէ։ Դե 90-ականից չեն կհիշեմ ապրել։ մեր թատերական ինստիտուտի այդ հետաքրքիր հավաքները, որ կապ չուներ որ կուրսից ես, մենք տենց ընկերություն էինք Այո։ անում։ Ձեր կուրսի հետ, օրինակ նույն 4-րդ հարկի լսարաններն էր մերը, ու տենց այդ 4-րդ հարկը Մենք ուղղակի ամբողջությամբ մերն էր։ աստիճաններով բարձրանում էինք, մենք այդ առաջին Այս- ձերը վերջում Այո։ Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը։ Դե շատ հավես էր էլի, տենց կարողանում էինք ինչ որ ձևով Հա, ամեն ինչ էլ անում էինք, Հա։ այսինքն չունեինք գումար, չունեինք միջոցներ, այսինքն տրանսպորտի եւ այլն, շատ ժամանակ ոդկով էինք հասնում որոշ ճանապարհ, ասենք ոդկով էինք կտրում ասում, հիշում ես էլի։ Այն ժամանակ Դավթաշենը տենց բան չէր էլի, որ տրանսպորտը հա գար գնար ոնց որ հիմա։ Ես նույնիսկ հիշում եմ, որ ես բանը դասի ուշանում էի հաճախ ու Հակոբ Ղազանչյանի արհեստանոցն եմ։ Ես էլ միշտ ուշացել եմ։ Դուք էլ Երվանդ Ղազանչյանի, չէ՞, հա։ Բանը Հակոբ Ղազանչյանը ասեց Լուիզա, սրանից հետո չուշանաս։ Ասեցի խոստանում եմ էլ չեմ ուշանա ու հենց այդ օրը թարսի նման ճիշտ ժամանակին պետքա հասնեմ ավտոբուսի մեջ գիտես ինչա լինում։ Չէ։ Ուլունքներս, այսպես չգիտեմ ինչ որ մեկը ասենց երևի ձեռքը գցում է պատահական։ Որտե շատ էին մարդիկ Խցկված էինք, հա։ Ասենց ուլունքներս ցենց շաղա գալիս ամբողջ ավտոբուսի մեջ։ Ու հիմա ստիպված ես ասեմ, վայ ժողովուրդ խնդրում եմ, ցենց ոդկի տագից հավաքում եմ ուլունքներս։ Այս վարորդը ասում է, արի գնանք վերջին կանյեց։ Արի գնանք կանեցում սաղ հավաքենք իրար հետ։ Ասում է, այս մարդիկ դուրս գան, դու հանգիստ ուլունքներդ հավաքի։ Ես է շատ էի սիրում այդ բզնոցը, գնացի կանյեց։ Հետո ու տենց ուշացա դասից։ Հիմա իրավունք եկել եմ պատմեմ, չի հավատում։ Դե բայց Որտեվ այնքան էի հորինել, լիֆտի մեջ եմ մնացել, բոլոր տատիկներս զոհվել են, ինչ որ հաճար։ Տրոլեյբուսի են բանը պոկվել ընկել էր մեքենայի վրա, բան հա, այտենց կանգնել ենք, սպասում ենք տրոլեյբուսը ելք, այտենց ապա կանչելի չնայած այս ժամանակ ինչ ապա, ինչ բան։ Հիմա քանի որ նախատոնական, այսինքն նոր դե գնում ենք դեպի նոր տարի 2026 թվական, կարող է հիշես, ես օրինակ հիշում եմ թատերականում ոնց էին անցնում այդ Գալուբոյ Ագանյոկ կոչվածները։ Իհարկե հիշում եմ։ Իդեպ ասեմ, որ Արամ Սուքյասյանը մեր թատերական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ հասել էր այն արդյունքին, որ մեզ տալիս էին ոսպ բրինձ, այսինքն իսկ այդ ժամանակ դա շռայլություն էր, որ դու չեկով կարող էի գնել բուֆետում, ստան այտենց հերթ կանել։ Դե ուսխորհրդից։ Այո, չէ, բացի դրանից, նաև մեր բուֆետում, այսինքն համեղ ճաշեր էին պատրաստում, ոսպով, բրինձով փլավ, հիշում ես, գնում էինք ընտեղ, նստում էինք ու ընդեղել էինք սումիզներից նկարներ ունեմ, այդ ցուրտ տենց նստած։ Ուղարկես ինձ, թե տենց բանով է։ Չէ, նորմալ տպած նկարապոտակով։ Հա, պոդակով, չիմաշվել, հա, ռեգը պատմի էլի, ոսպը բան է օգնություն էր տալիս։ Ամեն օգնություն էր տալիս, տանում էիր տուն։ Ձվի փոշի, կաթի փոշի, ոսպ, սոյա, բրինձ, այսպես բաներ։ Հա։ Ու նաև մեր դիմացը հացի փուր կար, թատերական ինստիտուտի հենց Ամիրյանի վրա։ Այդտեղից էինք գնում բուխանկա էինք նստում, մի բուխանկայով կարող էինք տենց ամբողջ օրը տենց յոլա գնալ։ Բուխանկայել կար, մատնաքաշենք կար, հետո գնում էինք կողքի խանութից երշիկ էինք առնում, դոկտորսկի։ Այո։ Բժշկական, հետո ձյաձի մոտից, այո, ձյաձի մոտից։ Դե մեր փորձերը այնքան երկար էին տևում, որ ամբողջ օրը այնտեղ էինք անցկացնում ու մեր կյանքը այնտեղ էր, էլի ասում եմ 4 տարին կարելի ասել այնտեղ ենք անցկացրել։ Բուրըն կյանք ենք ունեցել։ Այո։ Իսկ հիշում ես օրինակ հարսանիքներ եղել ես վրանում, ենթադրենք վրանում։ Ապրես, նենց հավես բան ասեցիր, ուրեմն վրանում եղել ես, բայց հարսանիքների։ Հենց վրանում, տես, մեր Դավիթ Հաշենում, հենց մեր դիմացը կար հարսանյաց սրահ, այդպես տենց բացվել էր, որը տրամադրում էր վրան։
Այտենց հենց վրանը խփում էին մեր շենքի հենց դիմացը, տենց ու հաճախակի հարսանիքներ էր այնտեղ լինում, իսկ մենք որ երեխա էինք ու ուզում էինք հարսանիքի մասնակցել, սիրուն շորիկները հագնում էինք, գնում էինք ու մտնում էինք այդ վրա, Տաշի։ տաշի ու նստում էինք հաց էինք ուտում, որ հանկարծ մեզ հարցնում էին ում կողմից ես, ասում էինք իսկ դուք ում կողմից եք, ընդհանրենք ասում էր փեսայի, ասում էինք մենք հարսիկի կողմից ենք, տենց մի խոսքով մի քանի հատ մանդարին բան վերցնում էինք դուրս էին գալիս։ Ես ասում, չեմ իմացել, այս պատմությունը էլի տեղ պատմել են։ Չէ, ու գիտես, հենց այդ ժամանակվանից է երևի թե դրանով է պայմանավորված, որ հարսանիքը ինձ մոտ ասոցացվում է, դե ասեցի, չէ, ժամանակաշրջանը բույրով է ասոցացվում։ Հարսանիքները ինձ մոտ ասոցացվում են, օրինակ, թարխունի լիմոնադի համը, հոտը, խառնած բաստուրմայի հոտի հետ եւ դրա հետ խառնած նաեւ վարունգի հոտը։ Պոթեթու։ Չէ, սովորական, այնց որ մի անգամ Խիար։ Այդ հիմա պատկերացնում ես հիմա այդ երեք բույրը, այդ երեք բույրի համադրությունը պատկերացնում ես։ Եկեք աչքերը փակենք։ Այն նոր տարվա հեքիաթի նման է, որ աչքերներս փակում էի, մեկ էլ հոп հայտնվում էր այդ հեքիաթը։ Давайте։ Հրաշ։ Ասա։ Դե հիմա մի րոպե, այս վարունգը պետք է սենց չի լինի, սենց բույրը չի տարածվի։ Բասի փորձեմ ես վարունգը կեղևազրկեմ։ Դու Միանգամից վերածվա խոհանոցային հաղորդման, թարխուն էիր, չի ասում։ Այո։ Բուրատինո, չեմ հավատում։ Բուրատինո։ Սովետում են։ Ինչ հավես է։ Էլի վերադարձա, հա։ Չեխոսլովակիա։ Այո։ Չէ, հիմա փոխվել է Չեխոսլովակիա։ Յուգոսլավսկի կոմբինացիաներով օժիթը։ Իհարկե։ Չեխոսլովակիայից բեր Չեխոսլովակիա, չէ, ժամանակ բերում էին բանը։ Ցեբոն թե Պոլշայից էր։ Ցեբո այդ կոշիկների մասին չի խոսքը։ Պոլշա էր, թե Չեխոսլովակիա։ Ճիշտ է ուրեմն, Յուգոսլավսկի կոմբինացիաները եւ Ցեբո սաբոները։ Կարաս ողջունես Հայկին, Հայկը Ողջույն Հայկա, սովետական միության լավագույն դիտակ, այո, եւ ամենակարևորը մեզ սենց հրաշք պարգևող։ Հիմա էդի չես անում։ Պես չեք դնում այդ։ Ես հետո է եկել այդ դիմակի հետաքրքիր։ 2000-ականներից եկավ է։ Հիմա այս բույրը ուզում եմ մի հատ սենց ամեն մեկը զգաք, մի հատ էս վերցրու։ Նոր սենց էին անում, հա։ Մենք տես չենք արել տղամարդկանց բաներ։ Հիմա բաստուրման։ Լավ է Լիզա։ Մեր հաղորդումների ժամանակ երբեք սենց բան չէր եղել։ Ու հիմա թարխունի դիմատը, խնդրում եմ, այս երեքը իրար հետ։ Հիմա պետք է կծենք ու խմենք։ Կծես ու համազգաս, մի հատ հարսանիք տես հիշացնում, թե չէ։ Շատ լավն է վարունգի Մի հատ միքսի ես հոտերը։ Նրիվ հարսանիքը։ Պապոջակներ որ թուրմա դեմ։ Դե ես բաժակով էլ եկեք խմենք նորապսակների կենաց։ Դուք ում կողմից եք։ Ես պետք է հարցնել։ Դուք ում կողմից եք։ Մենք փեսայի։ Ես հարսիկ։ Հա, շատ հաճելի է։ Դուք ում կողմից եք։ Ես քավորն եմ։ Ազաբաժին է։ Վայ ապրես Լուիզա ջան։ Ինչ է։ Ես կլինի պահեմ հետո ուտեմ։ Հա։ Եթե ասեմ ես հարսանիքներից որ ընդհանրապես դուրս էի գալիս մի հատ կոշիկ ունեի սապոգ, որը ուներ գրպան։ Հետո անցնում է մի 3 տարի, այդ սապոգի գրպանից գիտես ինչ եմ գտնում, մի հատ կրկված սուջուխ։ Քաղցը տեն են սուջուխ։ Չէ, բաստուրմայի աղբերը։ Սուջուխին չի։ Որտեւ այդ ժամանակ եթե մենք գնում էինք ինչ որ ձևով միտեղ ու համեղ բան էինք ուտում, մենք փորձում էինք մեր հարազատներին էլ այդ բաժին հասցնել, հա։ Իմ փոքրիկ եղբորը ուզում էի ես տենց ուրախացնել, սուջուխը դրել էի գրպան այդ սապոգի։ Ու մոռացել էի։ Բայց առանց անձեռոցի կարած ոչ մի բան, վատ կեղտոտ էլի։ Տանելու էի անեի, ասեի, ես էլի քեզ մոռացել։ Մանդատ էլի սուջուխներ քեզ։
Հիշի էլի այդ 90-ականներից լույս։ 90-ականներից նաև կարող եմ հիշել այդ մութ ու ցուրտ տարիներին, այդ շատ լավ է, չէ՞, ընդ միանգամից այդ մութ ու ցուրտ տարիները տենց կապել են 90-ականներին։ Հա, բայց ժպիտով ենք ասում, բոլորս ժպիտով ենք Մութ ու ցուրտ տարիներ։ Մութ ու ցուրտ տարիներին ջուր չկար, լույս չկար, հա, սովի բան տարիներին, հա։ Նաև որպեսզի Ասա որ մենք չունեինք հեռախոս, դա ոչինչ չունեինք։ մենք ոչինչ չունեինք, այո։ Զրույց ստեղծում էինք, նույնիսկ Բայց եւ ստեղծագործում էինք։ այո։ Ու դրանով էլ էի պայմանավորված, որ քանի որ հեռուստացույցը տենց ուղղակի որպես ատրիբուտ դրած էր, բայց ինքը ոչ մի ֆունկցիոնալ բան դեր չէր խաղում։ Եթե չուներ 12 վոլտանոց ակումուլյատոր, այո։ Դրա պատճառով իմ մոտ միտք առաջացավ, որպեսզի ստեղծեմ իմ հեռուստաընկերությունը, այսպես ասած, նկարեցի sense կարտոնից սարքեցի հեռուստացույց, որը շարժական կարող է հաղորդումները հեռուստացույցի։ Այսենց։ Ահա։ Որի մեջ շարժական դնում էի հաղորդումները, նկարում էի հաղորդումը, Լոսկի էկրան, այո, տես պատկերը կար, Multi-system։ այդ պատկերը մտնում էր Լուիզի սիստեմն էր, անցք էր արված մեջը, որտեղ մտնում էր հաղորդումը, այդ նկարը, ու այդ հաղորդումը գնում էր, ենթադրենք, Հ1-ի լրագրողը իբրև թե եկել է մեր տուն ու ինձնից հարցազրույց է վերցնում, ու ես էլ որպես Դավիթ Հաշենի բնակիչ խոսում եմ նրա մասին, որ անարդարություն կա երկրում, որովհետև երկրորդ, երրորդ, չորրորդ թաղամասերը ունեն լույս, իսկ առաջի թաղամասը, որտեղ ապրում ենք մենք, չկա լույս։ Այդ ինչով է պայմանավորված, այս խիստ Բայց խոսում է։ լուրջ նկարում էիր ամբողջը։ Չէ, մենակ այդ պատկերն էի նկարել, լրագրողը միկրոֆոնը սենց պահել է, ես խոսում։ Բայց լրագրողի ձեռքն է երևում։ Լրագրողն էլ է երևում։ Լրագրողը ես նստած ենք մեր բազմոցի, այդպես ինքը ինտերվյու է շնում։ Ու այդ կադրի վրա ես սկսում էի խոսալ ու մեկնաբանել, այսինքն մեր հարևաններին բան է, հեռուստացույցով է ապրում։ Սպասնում էիր, հա։ Հետո կար մի ֆիլմ, բան էր կոչվում, Գազարն ու նապաստակը։ Դու էիր մտածել այդ ֆիլմը, հա։ Շատ լավ ֆիլմ էր։ Դու էիր նկարել, հա։ հա։ Ու կար նաև բանը, նինդզաների մասին կինո, որտեղ տես պատկերը սենց գնում էր, այսինքն առաջի կադրում նինդզան ոտքի կիսատա բարձացի, երկրորդ կադրում արդեն ապրի վեր է, երրորդ կադրում արդեն հարվածունը։ Մի խոսքով տես լավ ունեի։ Ֆիլմ մոնտաժ արած, մոնտաժով ամեն ինչով ռասկադրովկայով բան լրիվ ունեի։ Ու դա դարձավ հետո իրականություն, քեզ տեսանք արդեն Պահմտոցի պլյուսում։ Չէ, միջև Պահմտոցի պլյուսը երևի թե ինչ-որ ձևով կանխազգում էի, որ ես հեռուստատեսության հետ կապ եմ ունենալու, Աշոտ Հախինյանը մեր վաղեմի բարեկամն էր, ռեժիսոր։ Ինքը առաջարկեց երաժշտական փոստարկղը նորից հեռարձակել։ Հա, ու պետք էր հաղորդավար։ Կարծեմ, եթե չեմ սխալվում, Սուսաննա Շահինյանը այստեղ չէր։ Հա, ու ինքը ուզում էր ինչ-որ երևի նոր դեմքերով աներ երաժշտական փոստարկղ։ Նամակներ ուղարկեին բան տենց։ Ու դրա համար առաջարկեց ինձ որպես հաղորդավար, ու ես մեծ սիրով համաձայնեցի, ու մոտավորապես 3 թե 4 ամիս վարել եմ երաժշտական փոստարկղ։ Առաջին քո մուտքներ դեպի եթեր։ Այո, դեպի եթեր։ Ես այդ ժամանակ արդեն թատերականի ուսանողուհի էի։ Երկրորդ մուտքը դեպի եթեր, դա եղել է Պահմտոցի պլյուսը, Սարգիս Միքայելյանը, երևի թե արդեն ես աշխատում էի թատրոնում, ինձ տեսնելով Մանուկ Ախվերջյանի հետ, ասաց, որ լավ կլինի, որ քանի որ դու իմպրովիզացիոն ժանրի մեջ, չգիտեմ, երևի տեսել էր իմ մեջ այդ ձիրքը, կարողանում ես այդպես կոմունիկացիայի մեջ մտնել մարդկանց հետ, շատ լավ կլինի, որ Պահմտոցի պլյուսում աշխատես։ Ու մենք ունեցանք այդ հետաքրքիր ժամանակաշրջանը մեր կյանքում։ Նույնիսկ մենք նայում էինք բոլոր եթերները։ Վայ, շատ Այն ժամանակ դեռ 32 ատամը չկար, բան ես եթեր համարյա դուրս չէի գալիս, բայց որ նայում էինք այդ մեծ սիրով ու հռհռում էինք, ընտանիքով նստած նայում էինք, հա։ Հա, հետո իրականության մեջ բաներ, որ այսինքն են մարդիկ իրաց անկեղծությամբ, ամբողջ ու իր ամենակարևոր գաղտնիքը գիտես ինչով էր։
պայմանավորված շատ կարևոր էր որ ոչ թե դիմացին ես մեի բատ իրավիճակի մեջ դնեի ես այդ հասկացել էի չգիտեմ ոնց էի հասկացել բայց հասկացել էի որ ես պետքա վատ իրավիճակի մեջ լինեմ այսինքն հիմարը ես լինեմ վատ մարդը ես լինեմ բայց ինքը որպես անկեղծ վերաբերմունք ցույց տա ոչ թե ես իրան ձեռ էի առնում կամ այսինքն մարդկային վերաբերմունքով հա ինքը փորձի ձեռք մեկնել այն անկարողին լավ այսպես ասեմ ես ներկայանում եմ որպես այն անկարող մեկը ու դրա համար շատ հետաքրքիր ստացվեց օրինակ մի ապտեկամտում էի օծի թույն էի պահանջում որտեվ ես ունեի ահավոր մեծ խնդիր իբրև թե գնահատականս լավը չէր ու ես ուզում էի ինքնասպան լինեի ու ես ու ապտեկայի աշխատում էինք այդ հաճախորդի վրա հաճախորդի ռեակցիան ինչ պետք է լինի ու ես վերցնում էի այդ օծի թույնը միանգամից խմում էի ու շաթափվում էի ու ինչ կանեն իրանք ունեի նաև որ իբրև թե հղի եմ ու տենց գալիս էին ինձ օգնության երիտասարդ աղջիկ ես շատ միամիտ բան ա եղել հա տենց հիմա ես հա ինչ որ մի բան պետք է հղի եմ ու ինձ շտապ ծննդաբերում եմ հենց հիմա փուչիկ էր դրած փորիս ու շտապ ինձ պետքա որ ինչ որ մեկը տենց զանգի բաջանաղիս այդ բային ոչ մեկ չէր մտածում ես չեմ կարող բաջանաղ հա տենց լավ օրեր էին լավ տարիներ էին այդ արդեն 2000-ականներ չէ դեռ 90-ականներ էին 98-99 վերջերն էր արդեն այդ ժամանակ իհարկե ինձ համար ներկայացումներից այն լավագույնը համարվում էր Խաթաբալադա ներկայացումը դե ամեն ինչը երևի թե ինչ որ ձևով նշանակություն ուներ կյանքում ես որպես ուսանողուհի նստում էի տեղ չկար թատրոնում աստիճանների 5 անգամ դիտել եմ Խաթաբալադան նույն օրը 5 անգամ նույն օրը Լուիզայի համար հատուկ խաղում էին Հրանտ Թոխացյանը եւ Միքայելը հա եւ սիրալված աչքերով նայում էի ինչպես են խաղում ասում եմ Միքայելյանը Մորացել Ջիասյանը Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխացյանը, Իրինա Դանելյանը եւ Մարիամ Դավթյանը։ Բոլորին հիշում ես։ Հա, դա շատ հավես էր։ Բայց ես երկուսին եմ հետագայում որ Հրանտի հետ տենց առիթ եղավ հանդիպեցինք, ես չգիտեմ ինչ ակնածանքով էի ես իրան նայում։ Մանավանդ որ ամենասիրելի ներկայացումն էր Խաթաբալադան։ Շատ-շատերը Հրանտին օրինակ մեր բակից են հիշում։ Բայց ինձ համար այդ շեդևր է ինչ-որ իհարկե շեդևր է եղել Խաթաբալադան ի սկզբանե հետո Mea Culpa-ն արդեն եկավ հետո պլյուս բայց Խաթաբալադան քիչ խաղացին հա ցավոք բայց ամենայն դեպս ես հասցրեցի բայց մնաց պատմության մեջ հա լավագույն ներկայացում ու նորարարություն կարելի է ասել որովհետև դու հասկացել ես չէ որ Խաթաբալադան ինքը ավելի շատ որդեգրած է կամերային թատրոնի սիստեմը նույնականացման եւ բացի դրանից կամերային թատրոն 3-ն էլ Իրինան էլ 3-ն էլ դա կամերային թատրոնում եղել են էլի այսինքն Միքայել Պողոսյանը ճիշտ է բայց շատ-շատերը եղել են կամերային թատրոնում հետո իրենց առանձին կարիերան են ստեղծել բայց չեն որդեգրել այդ կամերային թատրոնի այդ բանաձևը ինչպես անել ներկայացում Երևի թե Խաթաբալադան հենց այնպիսին էր, ինչպիսին որ պիտի լիներ կամերային թատրոնի Արա Երենջակյանի սիստեմը։ Այո։ Նույնականացման։ Լուիզա, արի նոր տարուց էլի խոսենք։ Նոր տարի, նոր լույսեր։ Ինչեւ է տպավորված քեզ համար քո մանկության, քո պատանեկության, քո երիտասարդության նոր տարի։ Նոր տարի։ Ինչ դες նոր տարի։ Ինչով է պայմանավորված, գիտես ինչով հերթով, հերթ հասկացողությունը, որ հերթ ես կանգնում հացի, հավի, հավի բդի, вообще-то։ Չէ, հավի։ Ժամանակ բայց նոր սառացրած այդ բդերը գալիս էին Հայաստան։ Բայց ես հավն եմ հիշում։ Դա պետք քո երազնա, դու իմ երազների մեջ ես խառնում այդ հավի սառացրած բուդը։ Հա։ Տենց այդ հերթերի մեջ է, որ մի քիչ ավելի տենց փոքր աղջիկ էր լինում, հերթը զիջում էին։ Հետո նավթի հերթ էի կանգնում, հա։ Առավոտյան ժամը 5-ին արտանում էինք, ֆուջիկա ունեինք, այո։ Ֆուջիկա էր, չէ՞ կոչվում։ Ֆուջիկա էլ կար, այնտեղ բան Ալադիկ էր, ինչ էր։ Ալադին։ Ալադի։
Ալաձի։ Չէ, մի Մի խոսքով դրանից։ դրանից, հա, այն կանաչը։ Ու հետաքրքիր է, որ ես մասնագիտություն ընտրում էի այդ ժամանակահատվածը հաշվի առնելով։ Ես դպրոցից հետո միանգամից գնացի օտարլեզուների վարժարան, որպեսզի տիրապետեմ պարսկերեն լեզվին, որովհետև այն ժամանակ գալիս էր մեզ մոտ բանը բարֆ լվացքի միջոցը։ Մի խոսքով Պարսկաստանից լիքը բաներ էին ներկրում։ Դերբի Ես ուզում էի շոկոլադները, յուպի, մուպի, Հա, մի խոսքով ինչ զուտը, որ բաներ էր, որոնց վրա պարսկերենով էր գրված, ու ես ուզում էի հասկանալ ինչ լեզվով, որից չխաբեն։ Սուխոյ տեղով այդ բառում էին։ Այո։ Եվ նաև ուզում էի մեծ հաճույքով ընդունել Մելատ բանկ, որը պարսկական բանկ է։ Կար այդ բանկը Հա, ժամանակ։ Մելատ բանկը։ Հա, որ լավ ապրեմ էլի։ Բայց պարսկերեն գիտես հիմա։ Դե բա սովորել եմ Հա, 2 բայց տարի։ նույն չես խոսել երկար ժամանակ։ Ահվալե շոմեչե թորը խելո պրիբի։ Բալը։ Բարե, լավ է։ Հիմա մի քիչ մոռացել եմ, բայց իհարկե տառերը նորմալ կարդում եմ։ Որ մենք գնացել էինք Պարսկաստան, դու խոսում էիր Հա, բան չի։ Մակ։ Բայց ես հիշում քեզ ինչ էր պետք, որ ճանապարհին գնացինք իմ Հա, հետ։ բայց դու մաքուր հայերենով էիր բոլորին բացատրում այդ Դե իրանք հասկանում էին։ Հա, Մաքուր հայերեն։ բայց ճիշտ է ասում, Լուիզան միշտ օգնել է, որ գնացել եք, ասենք գնաց տեղեր, որ ես անելանելի վիճակում էի երբեմն, հա, պարալիզացվում Գիտես, բայց ինչի է այտենց ստացվում, որտեղ մխիթարը, չգիտես ինչու, որոշում է ինչ որ մի երկրում գնի մի բան, որը շատ դժվար է ճարվում։ Լավ էսպես ասեմ, ինչ է իր ման գալիս, ես ասեմ։ Կարիճնի գույնի։ Սպասի չէ, շատ ավելի տարօրինակ բաներ մագարի։ Նվեր էր, եթե չեմ սխալվում, ինքը ինչ որ մեկը հոբի ուներ եւ հավաքում էր կրյաներ։ Կրյաներ, հա։ Կրյաներ, ասում ինձ պետքա կրյա։ Բան կավից, Կավից կրյա։ կամ կրյա, կամ փիղ։ Ապրես կամ փիղ կամ կրյա, հիմա այդ խնդիրը մեզ տվել է, ու մենք քայլում ենք փողոցով, հիմա պետքա Պարսկաստանում, ընդամենը 3 օրով ենք եկել, հիշացնեմ, որ հյուրախաղերի, այդ 3 օրվա 1 օրը մենք տրամադրում ենք մխիթարի համար կրյա փնտրել։ Ամբողջ հա, կրեատիվ եմ արել, ու մի բան գնացի, հետո ասացի, հա, լավ, դուք չեք գալիս ինձ հետ, բան նեղացա, չգիտես ինչի այդ մի օրը, բայց բոլորը գալիս էին ինձ հետ, պատրաստ եկա, նեղացացի, հա, դե լավ, դուք որ չեք գալիս, ես գնամ։ Գնացի, բան մոտեցա թուրքեր էին, չգիտես ինչեր էին, բան շատ կան, ադրբեջանցիներ, հա, գնաս ընդեղ, բան թեքվես աչք, թեքվես ծաղ, ու հայտնվեցին բանը, որ կա, բրիլյանտով էրուկա։ Հա։ Այվրս խուլ մի հատ տեղ հայտնվեցի, խուլ։ Բոլորը պարսիկ չեն, դրիվ ուրիշ, բան ինձ ասում են կգնաս ընդեղ, ես գնում եմ, այդ նոր այդ մեր կոնֆլիկտը բանը, այդ Բարդիկ Արմենիա բասում եմ, հա, գնացի ասա, տղացեց, ասացի, ասաց, where you from, ասացի, Արմենիա, ասենց արեց, արի, աղբերս, արի, հա, ես ասաց, հա, ասաց, ես ունեմ այդ բաները, արի գնանք, գտա, գիտես, գտա, այն ինչ ուզում էի, գտա։ Գիտես ինչ հիշեցի, այդ որ ասցիր Արմենիա հայ ես, որ մխիթարը երբ որ ուրեմն Բաթումիում այդ ծովափին բացի հայերից ուրիշ ոչ ոք չի լինում, որտեղ այն ժամանակ բոլորը Բաթումիում ծովափում հայ էին բոլորը։ Մխիթարս չգիտես ինչի որոշում է, որ այդ ծովափում սենց կանգնի, ասես նայ սենց ինչ որ մեկին որ տեսնում անցնում, ասեցա հայ ես, մեկը ասում է հա, Վայ, ես քո ցավը տանեմ, Մարդը բնակ կղզում եմ, բայց հազիվ հայ գտա էլի, բայց բոլորը հայ են, էլի Հանգստանը։ Ախպերս դու կա հայ ես, վայ, արի ցավը տանեմ։ Իսի լուրջ միշտ ամենտեղ հայեր եմ մանեկել, որովհետև որ լեզու չգիտես, օրինակ դե անգլերեն չգիտեմ, ռուսերեն լավ է, տենց Ռուսաստանում կարողանում եմ, բայց որ անգլերեն չգիտեմ, ուր ասես ես հայ եմ ման գալիս, որտեղ հայերի հետ ապա շատ հեշտ է, ուր ասես շատ հեշտ է։ Ընդհանրապես մխիթարի հետ է շատ հավես, որովհետև ինքը նենց հավեսով հաց ուտող է։ Այսինքն ամեն ինչը նենց ձևով ուտում, որ սենց ախորժակը բացվում է։ Ու հենց դրա համար այդ հյուրախաղերին գնալուց ինչքան հավես է քո հետ գնալ գտնել որևէ ռեստորան, որտեղ մենք հայկական ձևով անցկացնում ենք երեկո, կապ չունի ինչ ռեստորան ենք մտել։ Հա, քեֆ։ Պարսկաստանում հիշում ես, որ նստեցինք
Համլետն էինք տարել։ Հա։ Որ դստեցինք խաղողի չամիչի օղի խմեցինք, ինչ լավ օրեր ենք ունեցել, այդ ժամանակ պատերազմական էր շատ, նույնիսկ այնտեղ պատերազմական էր, Չէ, հիշում այնտեղ ես։ ավելի շատ բան էր, ակցիաներ էր գնում, որ այսինքն հեճապի դեմ էին պայքարում Բայց հետո աղջիկները ու դա վերածվել էր, այսինքն բանը, որ հին ուզում էին ոչմ գահանկեցանել։ դու մերոնք զանգեցին, ասեցին լսի տխփել են բան Բաղկաստան, ասում չէ, ես առաջին անգամ եմ լսում բան, մի խոսքով այսպես շատ տեղեր ենք եղել, շատ Լուիզայի հետ, մի խոսքով հրաշք ժամանակներ ենք ունեցել։ Մեր յուրախը ինստիտուտից սկսած առ այսօր ու այսօրը դրա վառ ապացույցը։ Այո, մենք Արշալույս Հարությունյան տենց միասին միջանցքների ընկերներ էինք ավելի շատ, չէ՞։ Մեր լսարանից դուրս էին գալի, միջանցքներում հանդիպում էինք իրար ու ընկերություն էինք անում, այսպես ասել։ Շատ հավեսր։ Ամենալավ բանը հիշողությունն ա, որ ունի մարդ։ Բայց դե այդ հիշողությունով կարան քայլենք առաջ էլի, հա։ Հա, իհարկե։ Հիշողությունը մեզ օգնում է, որպեսզի մենք մարդ մնանք։ Լուրջ, երբեմն մենք մեր մարդկային հատկությունները կորցնում ենք, որովհետև երևի թե 21-րդ դարերով է պայմանավորված, որ ռոբոտացած ենք ավելի, չէ, ինքը կոնկրետ դու ունես օրվա գրաֆիկ, որը պետքա շատ ճիշտ կերպով կատարես, այդտեղ մարդկային հատկանիշները գնում են երկրորդ պլան։ Օրինակ հիմա մտքովդ կանցներ տենց հերոստացույց ստեղծեիր, որտեղ որ կադրերով կարող էիր։ Չէ, որովհետև դրա բացը չկա։ Երբ որ դու ապահոված ես լինում ամեն ինչը, նկատի ունեմ, հա։ Հա, ես հասկանում եմ դու ինչ նկատի ունես։ Ժամանակաշրջանը, այսինքն էլ նվերի վրա էլ տես չես ուրախանում։ Մենք այն ժամանակ էդի, որ ասում եմ 2 կասետանոց մագնիտոֆոն, դա ռոսկոշ էր համարվում, ճոխություն էր համարվում, որ դու ունես Panasonic կամ Toshiba 2 կասետանոց։ Ես հիշում եմ, որ 13 տարեկանում ես գնացի ընդունվեցի, այն ժամանակ ցեխավիկներ կային եւ ունեին ցեխեր։ Ուր ընդունվեցի 13 Ասեմ քեզ, աշխատում էի ցեխում։ Ինչ ես ասում, 13 տարեկանում։ Այո։ Մենք բանա ստեղծում էինք տոպրակներ։ Այն ժամանակ տոպրակներ էր Պոլիէթիլենային պոլիէթիլենային տոպրակը, որի վրա մի հատ ինչ-որ sense պարկ, վաբանկ էր գրած վրան, ուղակի։ Այդ վաբանկը համարվում էր sense ճոխություն, որ այսինքն մեկը ինկասացիայի համար էին այդ տոպրակը։ Չգիտեմ ինչի համար, տենց էր դպված։ Հա։ Ու բանը, տենց ռուչկայի տեղը, բռնակի տեղը, տենց բաց էր թողնված, ես այդ ռուչկաները խփողն էի։ Սենց ինչ որ մի հատ գործիք էր, որով պետքա դակեի, որ ռուչկան բացվեր այդ մասը, որ սենց բռնեիր։ Այդ բռնակները սարքողը ես էի եւ ստանում էի բավականին մեծ գումար, այսինքն օրվա ընթացքում ինչքան բռնակ սարքես, այնքան դու պլյուսով ես դուրս գալիս ու մեծ գումար ես ստանում։ Ու այդ գումարով ես առել եմ այդ 2 կասետանոց մագնիտոֆոնը։ Ինձ համար մուշտակ նոր տարի ենք արել մամայի հետ։ Ոնց որ տղաս ասում շափաղվեցի, լաս է հետո։ Հա, հետո առել եմ նաև մուզիկալնի ցենտր։ Դա էլ էր ճոխություն համարվում, այսինքն բացի մագնիտոֆոնից նաև եկել էր դիսկային այդ բանը։ Հետո միկրոֆոն էլ կար, կարաոկե կարող էր երգել։ Դա արդեն առել եմ ուրիշ բանի ժամանակ, այդ է բինգոյում էի աշխատում, թատերական ինստիտուտի զուգահեռ։ Ստոպ շարեց 2 տոմս։ 2 տոմս, այո։ Մեզ թատերական ինստիտուտից նենց ուսանողներին հրավիրել էին։ Դու էիր կարդում դա ստոպ։ Եվ Շարիկ կարդացող էր, հա։ Շարիկ կարդացող։ Տենց անուններ ունեն։ Շարքերում Եվ Շարիկն եմ եւ կարդացողը։ Չէ, շարքերում գորած, որ մեր վերջին տոմսերը, ու մոտ որ մնում էր, տենց գալիս էին այնտեղ բավականին տենց փողով մարդիկ, ու այդ կոմպյուտերների մոտ նստում էին իրանք, որ գորում էր վերջին տոմսերը, կոմոդ ես դաստայով տոմսեր, այսինքն մեծ չեն վերջինոց 2 հատ էր։ Այտենց ինչ որ մեկը սենց էր անում ձեռքով կոմպյուտերի մոտ նստած։ Գիտես այդ ինչ ուրախություններ տանում էր այդ դաստան տալիս էր իրան ու այդ բավականին մեծ գումար էր։ Հետո օրվա վերջում այդ բինգոյի այդ բոլոր աշխատողներով մենք ունեինք ընդհանուր կաթսա, որտեղ հավաքվում էր քո չայվոյները, քո գումարները, բան։ Ու այդտեղից տենց ստանում էինք աշխատավարձին զուգահեռ նաև պարգևավճար։ Պարգևավճարներ 13-րդ աշխատավարձ։ Հա, այդպես կարելի է։ Հա, ու բավականին մեծ գումար էինք մենք վաստակում։ Լուրջ այդ ժամանակ ես թույն փողեր էի աշխատում։ Այդ որ բինգոն դավթաշն։ Չէ, ես աշխատել եմ կինոնայրի բինգոյում, բայց կար նաև հա դավթաշնում 3-րդ մասում եւ ունեինք մի շատ լավ
մսելի խաղաս։ Գնաց բինգո։ Չէ, դե ավես է։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ, չգիտեմ, երևի ճիշտ է որ տենց են անում կամ Ես դրա մի նման։ երկու անգամ խաղացել եմ, գիտես։ Տես, եթե լոտոները շատ են զարգանում, նշանակում է երկրի վիճակը վատ է։ Հա, բայց հիմա չկա Եվ սերիալները։ Կա հիմա լոտոներ։ Դե չգիտեմ, բայց չգիտեմ։ Եվ նաև հոկեբաններն ու Կաշպիրովսկիները, այսինքն այն մարդիկ էքստրասենսները, եթե դրանք շատ են մի երկրում։ Հոկեբանները, հոկեկանները, եթե շատ են մի երկրում։ Նկատի ունեմ, երբ որ էքստրասենսների են դիմում, բաժակ նայողների, լոտոներն են շատանում, եւ ընդհանրապես սերիալներն են շատանում ու ակտուալ դառնում, նշանակում է ինչ որ խնդիր կա երկրում, որ պետքա ժողովրդի շեղել։ Այո։ Բայց չենք քաղաքականացնեմ, չենք Դրա ընկճվում։ համար մուծուցիկ տարիներին մենք շեղվում էինք այդ տեսակի բաներով, այդպես բինգոներով, բոնգոներով։ Հա, բինգո բոնգո։ Այ 90-ականներին հիշում եմ, որ նաև շատ դիֆիցիտ էր հեռախոս ունենալը, որ տանը ուներ հեռախոս, տանը հեռախոսները։ Մանավանդ Դավիթ Հաշենում այդ բաներ, չէ, նոր էին գիծը քաշել, մի խոսքով մենք ունեինք։ Կամուրջը կար, բայց արդեն։ Հա։ Չէ, Չէ, 2000-ին է եղել։ Դե որ 2000-ին է եղել, ուրեմն հա լարերի հետ մի անգամից մի խոսքով խնդիր կար, մենք ունեինք մենակ այդ հեռախոսը, բոլոր հարևանները գալիս էին մեր տնից էին զանգում ու նաև այդ ժամանակ հեռախոսները մեկ-մեկ կախում էր, ինչ որ այդպես արտեսի հետ խնդիրներ կար, բանը շպիլ կանվերսնում էինք, մեկը մտցնում ես տրուբկայի մեջ, մի կողմը շպիլկայի, մյուս կողմը մտցնում ես այդ բնիկի մեջ։ Ուսես դրոց էինք տալիս, որպեսզի կարգավորի դուրս գային մարդիկա։ Ռեստարտ էր լինում ու սկսում էր աշխատել։ Ու բան էինք անում, պատահական համարներ էինք հավաքում, զանգում էինք որ հեռախոս ունի։ Դից բանը, մենք տանը երկու հեռախոս ունեինք, այսինքն մեկը չէ, սպասի, երկու սենյակում էր դրած, տենց էր։ Այն մի սենյակի հեռախոսին, որպեսզի բանես, տենց համար էինք հավաքում, այն մյուսը վերցնում։ Հա, մենք էլ ենք ունեցել տենց հեռախոս։ Հիմա երկուսով մենք խոսում ենք, իբրև թե գիծ է մտել մեկը, որտեվ շատ հաճախ այնտեղ գիծ էին ընկնում մարդիկ։ Հա, իբրև թե ինքը գիծ է ընկել, այդ պատական համարը հավաքած, ու ինքը լսում էր մեր խոսակցությունը, մենք նենց անիմաց բաներ էինք խոսում, որ ինքը հետաքրքրված լսի։ Դրանից բացի բան զանգում էին գժվացնելու համար, ասում էինք ալո բարև ձեզ, ասում էինք դուք տանը ջուր ունեք, ասում էին այո, ասում էինք կարող ենք մեր փղիկին բերենք ձեր տանը լողացնենք։ Ու դա մեզ ահավոր զվարճացնում էր։ Բայց այն կողմին ինչ էր անում։ Կամ գիտես ինչ է, կամ զանգում էինք, ասում էինք ուշ գիշերով զանգում էինք, ասում էինք բարև ձեզ, ներողություն ենք խնդրում, էլի ուշ ենք զանգում, բայց դուք ռուսիկ մայկայով եք կանգնած, չենք սպասում բանը, ասում ենք ֆուտբոլիստ չեք։ Բայց դու ասում ես մենք համար ես որ ասում ես մենք զանգում ենք, ով է դու։ Ես ու ընկերուհիս։ Հա։ Նոր տարի ենք, չէ, խոսում։ Հա։ Նոր տարվա հետ կապված իհարկե կարող եմ հիշել, որ թատերական ինստիտուտ սովորելու տարիներին ինձ նաև առաջարկել էին ձյունանուշիկ խաղալ հենց նոր տարվա գիշերը։ Որ վճարովի գնում են։ Հա, ինչ որ այդպես խանութ էր, մանկական խաղալիքների խանութ էր, որտեղ պետք էր, որ նոր տարվա հենց 30-ին ձյունանուշիկի ու ձմեռ պապիկի հագուստով մենք կանգնած լինեինք, որտեղ ծնողները գալիս էին երեխաների հետ, ինչ որ տենց նվերներ կարող էին առնել, ու նաև այդ ձմեռ պապին ու ձյունանուշը 31-ի գիշերը պետք է այցելեին իրաց տուն։ Հիմա այդ 30-ին որ կանգնած ենք այդտեղ, ձմեռ պապիկը ինձ առաջարկեց բիզնես։ Այն ժամանակ նաև ֆոտո ապարատներն էին մոդա չէին, քիչ էին։ Այսինքն, բայց տանում էինք ինչ որտեղ հանում էինք, չէ, Կոդակում, Կոնիկայում, հա։ Մի խոսքով, հիմա այդ ֆոտոապարատը իմ մոտ կար, ինքը առաջարկեց, որ բան անենք, ծնողը որ մոտենում է երեխայի հետ, մենք նկարվենք, ու դա էլ հավելել գումար տային, էլի մեզ դրա համար։ Հիմա նկարվեցինք, այդ գումարները հավաքեցինք, ասաց կկիսվենք իրար։ Ու թռավ։ Չեմ հավատում։ Չէ, հատում է պատմում եմ ես։ Բայց պատմի, չես պատմել ուրիշ թե։ Ասա։ Հիմա նկարեցինք։ Ու գումարը ազնվորեն տալիս ես իրար։ Չէ, սպասի։ Հիմա այդ գումարները հավաքում ենք ծնողներից ու խոստանում ենք, որ այդ նկարները պիտի տանք։ Բայց այդ որ կիսվել ենք իրար հետ, ես դրա մեջ չեմ հաշվարկել, որ ես պետքա ծախս տեսնեմ։ Հա։
պետք է գնամ Պրայավ ժամանակ կայա, ծախսեմ, չգիտես պրայավ ինչա։ կանեմ, այդ ամեն մի նկարը, չգիտեմ, ու տես բավականին թանկ էր, ինչքան որ վաստակել էի, այդքանից ավել պետք է ծախսեի, որ այդ կոդակով Հա։ հանեի այդ նկարները, տես բազմացնեի։ Ամեն մեկինը խոստացրի 4 նկար։ Ալբոմը լավ է, չեք խոստացել, որ ալբոմի մեջ դնեք նոր Հա, տան։ դե ձմեր պապիկը բիզնես առաջարկեց, դե ինքը ոչ մի բան էլի, իմ ֆոտոապարատն է բան։ Ու հետո ես որ տենց այդ մոռացել էի դրել էի դարակում, ինձ զանգեցին խանութից, ասեցին դուք ինչ որ նկարներ եք նկարելու, տենց այդ ծնողները զանգել են, իրանց նկարներն են պահանջում, ու ես ստիպված, քանի որ ամաչեցի ձմեր պապիկին, իմ գրպանից գումար եմ դրել, տարել եմ սիրուն այդ նկարները հանել եմ ու բաժանել եմ այդ ծնողներին։ Խոսքով ահա որ Դրանից պատմություն։ հետո խոստացա, որ ձյունանուշ չես Չէ, դրանից հետո խոստացա, որ տենց հիմար բիզնես երբեք չեմ մտնում։ Ձմեր պապիկի առաջարկած բիզնեսի մեջ չմտնեմ։ Քանի որ նոր տարի է գալիս, ու մենք հիմա ոնց որ մեր լսարանը, մեր հետևորդները նայում են մեզ, նայում են ոչ ավել ոչ պակաս մի ճկնաղ մարդու Լուիզա Ներսիսյանին, ում հետ մենք նստած այսպես նոր տարուց չէինք խոսացել, նոր պատմեց իր այդ պատմությունը, առաջարկում եմ Հայկի հյուրասիրությունը ընդունենք որպես այդ նոր տարվա խորհրդանիշ, շամպայն, Վա, իսկապես, Հա։ իսկապես մեր հա, այն սովետական շամպայնը, սովետական շամպայնը հենց պարտադիր էր անկախ նրանից սեղանը ինչով էր զարդարված եւ ինչ պարունակություններ էր սեղանը, այդ Բայց բանին եթե շամպայնը- շամպայնը չկար, նոր տարին նոր իսկ տարի հիշվեց, որ չէր։ անձեռոցի կյուրաբան էինք գրում, վառում էինք, գցում էինք շամպայնի բաղադրիքի մեջ, որ մեր երազանքները կատարվեն, հիշում ես? Եվ իդեպ առաջին անգամ ես շամպայն խմել եմ 8 տարեկանում նոր տարում։ Նոր տարում ու Նոր դրանից տարուց հետո նոր տար։ խոստացել ես այն շամպայն, Չէ, ուղղակի ինձ շատ էր գրավում այս պահերը։ հա, գմբ, Գեգեն։ գգ, Թաքուն, հա, վերցրել էի այս բաժակը ու խմել էի 8 տարեկանում։ Հայկ ջան, շնորհակալություն այս հյուրասիրության համար, դե ճիշտ ես ասում էլ, ինչ նոր տարի առանց շամպայնի, Մեր մանկություն։ հա, մեր մանկությունից ես իսկապես, իդեպ իսկական սովետական շամպայնա, դե, Դե, շնորհավոր, շնորհավոր ամանոր եւ և սուրբ ծնունդ։ ուխ, Այո։ Մի տեսակ շունչը զգացի նոր տարվա այդ։ Չէ։ Հա, մանդարինը, Նոր տարի։ մանդարինը, բայց այն ժամանակ էր էին բուդ դնում, չէ? Հա, դնում էին բուդ, չեմ հիշում ես Հավ։ բուդ։ Ես հավն եմ հիշում։ ես էլ եմ հապ սիրում, Ինձ թվում է չէ ժամանակ հավն էր ի վերջո տենց։ դե, Դե ինչ, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ եւ բարի գալուստ 2026 թվական։ շնորհավոր նոր տարի։ Նոր տարի։